Նստեք։ Այսօր մենք ուսումնասիրելու ենք շրջանագծային շարժում երեխաներ։ Հավասարաչափ շրջանագծային շարժման օրինաչափությունները ուսումնասիրենք լաբորատոր աշխատանքի միջոցով։ Եկեք հասկանանք ինչ բան է հավասարաչափ շրջանագծային շարժում։ Ասա Արտան։ Այն շարժումը, որի ընթացքում հարաբերության մոդուլը չի փոխվում հետագիծը շրջանագիծը կոչվում է հավասարաչափ շրջանագծային շարժում։ Ճիշտ է։ Այն շարժումը, որի հետագիծը շրջանագիծ է և մոդուլը չի փոխվում, կոչվում է հավասարաչափ շրջանագծային շարժում։ Շատ ճիշտ է։ Երեխաներ, հավասարաչափ շրջանագծային շարժումը ինչ հիմնական մետրություններով է բնութագրվում։ Ասա Լյուբա։ Հավասարաչափ շրջանագծային շարժումը բնութագրվում է պատմական հաճախության և պարբերության։ Համեցի գրատախտակի մոտ ինչ կարող ես գրել։ Ասա։ Պարբերությունը։ Լրիվ պտույտի ժամանակ նավանում է պարբերություն։ Պարբերությունը նշանակում է տետարով և չափման միավորը մեկ միավորն է։ Չափման միավորը մեկ վայրկյանն է, Լյուբա։ Ոչինչ, շարունակիր, փորձեցիր։ Ինչ է տեն ցույց տալիս։ Տեն ցույց է տալիս ժամանակը, իսկ n-ը պտույտների թիվը։ Ճիշտ է, կարող ես նստել։ Որ մետրությունն է կոչվում հաճախություն երեխաներ։ Ասա Գոհար։ Միավոր ժամանակում պտույտների թիվը կոչվում է հաճախություն։ Ալիվի բանաձևը։ Ինչ տարով ենք նշանակում, որն է չափման միավորը։ Չափման միավորը հերցն է։ Կոչվում է հաճախություն, բանաձևը n-ը հավասար է n-ը բաժանածների, որտեղ փոքրատար n-ը հաճախությունն է, մեծատար n-ը պտույտների թիվը, իսկ տեն ժամանակը։ Չափման միավորը հերցն է։ Նստի։ Երեխաներ շրջանագծային արագության բանաձևով կարող է գրել։ Այ Արմեն։ Մեն հավասար է 2πr բաժանած t-ի, որտեղ 2πr-ը շրջանագծի երկարությունն է, իսկ տենտի ժամանակը։ Ճիշտ է։ Շրջանագծային շարժման ժամանակ արագության մոդուլը չի փոխվում, իսկ ուղղությունը ամեն պահի փոխվում է և ուղղված է շրջանցողի երկայնքին։ Դրա հետևանքով առաջանում է կենտրոնացի արագացումը, որի բանաձևը Միլենա, կարող ես կենտրոնացի արագացման բանաձևը արտահայտել պարբերության և հաճախության միջոցով։ Սա հաճախության միջոցով, հիմա արտահայտի պարբերության միջոցով։ Լաբորատոր աշխատանքի նպատակն է շրջանագծային հավասարաչափ շարժման միջոցով որոշել մարմնի կենտրոնացի արագացումը։ Փորձը կատարելու համար կարող են մոտենալ երկու աշակերտներ։ Մոտեցեք։ Մեզ փորձի նպատակն է որոշել կենտրոնացի արագացումը, իսկ փորձը կատարելու համար մեզ ինչ է անհրաժեշտ ավել։ Փորձը կատարելու համար մեզ անհրաժեշտ է թաթով և ցողունչով ամրակալան։ Ամրակալանը որից պետք է կախված լինի 50 սմ երկարությամբ թելից կախված մետաղագնդի, իսկ նրա տակը պետք է լինի թուղթ, որը վերածնի 15 սմ շարժողով շրջանագիծ։ Փորձը կատարելու համար պետք է Հələ մի րոպե ավել, իսկ գնդի փորձը կատարելու համար պետք է մետաղագնդը դուրս նայենք հասարակությունից և տան շարժումներ։
եւ հաշվել 30 պտտման ժամանակը։ 1 2 3 4 Ամեն հաշվի բարբերությունը, հա, այդ հաշվում ենք։ Ավանձով։ Այո։ Տեղադրում ենք արժեքները, մի րոպե համաձայն սխալը։ Հաշվելիք երեխաներ ասեք։ Բաժանած դե քառակուսի։ Արժեքները տեղադրում ենք եւ ստանում ենք ակենտրոնաձիգ երկուսը հավասար է 4 անգամ 0.15 բաժանած 1.5 քառակուսի։ Այժմ հաշվենք 10 պտույտի ժամանակը։ 1 2 3 4 Հիմա դեռ ենք հաշվում ենք, թե երեքը։ Անհավասար կլինի անմիջին գումարած դեպտա անմիջին, անհավասար է, անմիջին գումարած դեպտա անմիջին, երկու ամոջ 9353 գումարած, մեկ անգով, անհավասար անմիջինի, կատարեցինք 3 տարբեր դեպքերի համար, վերջում ստացանք հարաբերական սխալը, հարաբերական սխալը ցույց է տալիս, թե բացարձակ սխալը քանի տոկոս է կազմում չափված արժեքի նկատմամբ, եւ եթե մենք ստանում ենք 5%-ից ցածր արժեք, ապա կատարել ենք ճշգրիտ չափումներ։ Մենք ստացել ենք 2.7061%, այսինքն 2.7% նշանակում է մենք կատարել ենք լավ չափումներ, ստացել ենք լավ արդյունք։ Երեխաներ վերջում հավասարաչափ շրջանագծային շարժման ուսումնասիրությունը մեզ ինչի համար է անհրաժեշտ։ Հիշենք, որ այն կարևոր երևույթ է բնության և տեխնիկայում, բնության մեջ և տեխնիկայում հավասարաչափ շարժում է կատարում ժամացույցի ժամ, րոպե, վայրկյան ցույց տվող սլակները, հավասարաչափ շարժում է կատարում ավտոմեքենայի անիվը, հավասարաչափ շարժում է կատարում սրոցակարը աշխատանքի ընթացքում, հավասարաչափ շրջանագծային շարժում է կատարում ավտոմեքենայի բարաբանը, աշխատանքի ընթացքում կարուսելը և այլն։ Շատ կարևոր է իմանալ, որ գրեթե իդեալական հավասարաչափ շարժում է կատարում երկրագունդը իր առանցքի և արեգակի շուրջը պտտվելու ընթացքում։